Արդեն կարա։ Уже начало можно, да։ Ուրեմն չնայած իմ անունը գերմանական է, ես իսկական հայ եմ։ Եվ ներսումս համարում եմ, որ ես իսկական արիացի հայ եմ։ Ну, типа նժդե, այդ հասկացությունով։ Իմ հայրս Վանեցիա 15 թվին իր հոր հետ եկավ Նոր Բայազետ, ինքը այնտեղ մահացավ, եւ իմ տատիկը երկու երեխային հորս եւ իր աղբորը բերեց Էջմիածին եւ Երևան։ Մայրս Ակուլիսի հայ է, իսկական հայ։ Կուպեց Պերվը գիլդիի երեխան է։ 37 թվին ես ծնվեցի Կոնդում եւ սկսեցի մահանալ, որովհետեւ ինչ որ ես ուտում էի մամայից ստացած կերը, ես հետ էի տալիս։ 2 ամիս ես դարա ոսկոր եւ կաշի։ Եվ մի օր ինձ կեցրեցին բարի, նյութ բարի, ու տենց ես փրկվեցի։ Շատ բաներից փրկվել եմ, մեքենայի տակ ընկել եմ, ոչ մի բան չեմ կոտրել, արուն լվա եմ եղել։ Եվ այլ։ Կյանքը գիտեք ինչ է, որ մի հատ դժվար մոմենտ ալնում, որ փրկվում ես, չոր ու ցամաք, դառնում է Բոժի избранник ես։ Viva, viva, va, viva, vai, ai, ai, vai, ai, va, viva, 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 va, va, viva, va, 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 viva, pam, 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 pam. Ինչի եմ ես սիրահարվել Փարիժի վրա, կարող եմ ասեմ, երևի շանսոնի մուզիկան։ 59 թվին ռադիոյով Ազնավուրն էին տալիս, Ազնավուրն Այդային, ես իրա վրա ես սիրահարվեցի, մինչև հիմա սիրահարված եմ։ Մեկը իմացա, որ 64 թվին պիտի գա։ Փարիժից բերել են 2 հատ իրա լուսանկարներ, այսպես։ Իսկ մեր ընկերոջ հայրը բան էր, ֆիլհարմոնիայի դիրեկտորն էր, Բադալյան, բլնյեկի։ Դե ինքը եկել է այդ երկու նկարներ Բադալյանին նվեր ա տվել։ Անցան տարիներ այդ երկու նկարը բերեցին մեր տուն։ Ես նայեցի, մեկը չորնոբելի էր, ու մեկը գույնավոր։ Հիմա մեր տունը այդ ռամկայով ամեն բանով կա։ Հրաշք։ Վերջապես։ Ասում եմ Փարիժում չեղա, Հայաստանի Էյֆելյանը տեսա։ Ամենամեծ դարդը Սովետի փլուզումն է։ Մոլորակի վրա չարությունը ավելացավ, հենց որ Սովետը փլուզվեց։ Ոնց որ Սովետը իր ուժով, վարուժենիով զսպանակ էր, որ ավել պակաս բաներ չանեն, բայց Գորբաչովը եկավ մեր տունը քանդեց։ Ես վերջի վատ բանը այն էր, որ Խեշ Ֆիդելը մահացավ, որովհետև չեմ ասում շատ փոքր, բայց մի քիչ Ստալին էր։ Որովհետև ինքը սոցիալիզմ էր կառուցում։ Իսկ ինչ է նշանակում սոցիալիզմ։ Սոցիալիզմը նշանակում է այս. Եթե մի մարդ եկել է, որ բոլոր մարդիկ իրար սիրեն ու հավասար լինեն, այդ կոչվում է սոցիալիզմ։ Մոլորակի հասկացողությունով։ Ես համարում եմ, որ մոլորակը недоделанный эксперимент. Недоделанный эксперимент.
ես ամեն օր համերգի եմ գնում։ Ինձ ընթառաջում են, ես համարյա անվճար գնում եմ համերգների։ Ցուցահանդեսներ եւ համերգներ։ Ավանգարդ չեմ սիրում։ Նկարը, որը պիտի ժամերով մտածեմ, ինչ էր ուզում ասել այդ մարդը այդ նկարի վրա, այդ նկարը չեմ սիրում, բայց Սարյանի գույներով նկարները, եթե պեյզաժաբանա, ես հավանում եմ։ Ուրեմն ծանոթացա, չէի իմանում, որ Նարեկ Ավետիսյանը տղան է, Մինասի։ Ծանոթացանք, բանավեցինք, հետո գնացի մի հատ ցուցահանդես, հավաքածու ցուցահանդես էր, եկե տենամ Նարեկի նկարներ կա, մի հատ նկար, սենց մեծ պալատնոյ, ու շատ վառ, լավ, մաքուր գույներով, սատից բան, ոչ տուն կա, ոչ ծառ կա, ոչ մի բան, նկար, կարորդ, կտա Նարեկին, ցուցահանդեսում, ասի Նարեկ ջան, հələ մի հատ ասա, ես ճիշտ եմ մեկնաբանում քու կարորդ խոսքը, դու այս կտավի վրա նշել ես հայրիկից սաղ համով գույները և ուրիշ բան չես արել։ Ասում արա դու հրաշք ես, ես ոնց իմացար դա։ Ինչ ասեմ, ամեն մեկը իր մեկնաբանությունը, իր խորությունը բանը, չեմ կարում ասեմ։ Ես համարում եմ, որ հայ ժողովրդի գլխին նստած է մի հատ սարսափելի խոսք, հասարակ խոսք, նախանձ։ Բոլորն է մեզ նախանձում են, թե մեր խելքին, մեր ճարտարապետությանը, մեր քրիստոնեությանը, ես իմ բարիությանը, բայց մենք փչացել ենք, 50% հայությունից ես հոգնել եմ, են մի 50-ը, որը տաղանդավոր է, երաժիշտ է, նկարիչ է, գիր գրող է, էդ էլ առանց են։ Հայությունը և բոլոր ազգերի մեջ կա կիսված մաս, որը նվիրված է իր ոչմ։ Իմ ծննդյան օրը հոկտեմբերի 25-ին ես զանգ տվեցի ընկերոջս, որ իմանամ ոնց է, ասեցին մահացել է։ Էդ էլ էտ է։ Գժվելու բան է, не знаю. Тяжело. Человек, особенно мужчина, становится свободным, когда умирает. А до этого он свободным не бывает. Потому что есть общество, есть партии, есть сэр какому-нибудь делу. Это ինչ ասեմ, ընտանիքի հոգսերը, որը ոչ թե ես էգոիստ եմ դրա համար, բայց միգուցե ես չկարողանայի այդ հոգսերը տանել։ Այս տեսանկյունից ես համարում եմ, ես երջանիկ եմ։ Երազանք չէ, երազանք չունեմ։ Մի հատ երազանք ունեմ, տենամ կկատարվի թե չէ դա։ Վոլդեմար Միգրանովիչ Մխիթարյան։